Սյունիքում պատերազմ չի լինելու։ Ինչու եմ այսքան վստահ, որովհետև A. Սյունիքն այլևս Երևանի կողմից չի կառավարվում, եւ B. ԱՄՆ, Արևմուտքը, Ֆրանսիան երբեք թույլ չեն տալու, որ Չինաստանը եւ Ռուսաստանը ցամաքով Սյունիքով կապվեն Թուրքիայի հետ միջերկրական ծով։ Ռուս-ադրբեջանական ցանկությունը շատ պարզ է։ Ադրբեջանը զորք է մտցնում Մեղրու շրջան, Արաքսի ափ, իսկ Մեղրու շրջանում գտնվող ռուս զինվորները դառնում են ճակերտավոր խաղաղապահներ։ Օպերացիա Արցախ 2։ Բայց 2021-ի սկզբից Սյունիքը արևմուտքի հովանու տակ գտնվող երկրամաս է։ Սյունիքն արդեն Եվրոպայի մաս է։ Ուստի ռուս-ադրբեջանական քարոզիչները ինչքան էլ փորձեն վախեցնել պատերազմով, Սյունիքում պատերազմ չի լինելու։ Վարասյունի միջազգային իրավունքի մասնագետ լուծաբան։ Չնայած Իգդիր Նախիջևան գազամուղի շահագործմանը, Ադրբեջանը չի դադարեցնի Իրանից սվոփ եղանակով ինքնավար հանրապետության գազամատակարարումը։ Այդ մասին գրում է Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը, վկայակոչելով կառավարության աղբյուրներին։ Այդ դեպքում ինչ նպատակի է ծառայելու Թուրքիայից Նախիջևան մատակարարվող գազը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Ադրբեջանի կառավարությունը մշակել է Նախիջևանում հանքարդյունաբերության եւ մետաղաձուլական արտադրություն ծավալելու ծրագիր եւ ձեռնարկությունների գործունեությունը ծավալելու համար լրացուցիչ էներգակիր ներգրավելու անհրաժեշտություն կա։ Այսինքն Թուրքիայից ներկրվող բնական գազն օգտագործելու է արտադրական նպատակներով։ Յուրաքանչյուր երկիր, ինչ խոսք, իր տարածքում տնտեսական խնդիրներ լուծելու իրավունք ունի։ Այս դեպքում սակայն գործ ունենք ինտրիգի հետ։ Իշխանությանը շատ մոտ կանգնած լրատվամիջոցը գրում է, որ Նախիջևանի ինքնավարության տարածքում կան հազվագյուտ մետաղներ, որ Մեղրի Օրդուբադ հանքային շերտի մաս են կազմում։ Ընծմին խոսքն այնպիսի մետաղների մասին է, որ առկա են Ուկրաինայում եւ որոնց արդյունահանման շուրջ համաձայնության է ձգտում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինչպես տեսնում ենք, Բաքվի լրատվամիջոցը Նախիջևանի տարածքի հազվագյուտ մետաղները համարում է Մեղրի Օրդուբադ հանքային շերտում։ Մեղրին Հայաստանի սուվերեն տարածք է, նրա անդերքը պատկանում է հայ ժողովրդին, ինչպես նաև շահագործման իրավունքը։ Ակնարկելով, որ ԱՄՆ-ի նախագահը շահագրգռված է հազվագյուտ մետաղների պաշարների արդյունահանմամբ եւ դիտարկելով Նախիջևանում համապատասխան արդյունաբերական ենթակառուցվածքների ստեղծման հեռանկարը, Բաքվի լրատվամիջոցը չափազանց խորքային եզրակացության տեղ է թողնում։ Ինչ իրավիճակ կարող ենք ունենալ, եթե Վաշինգտոնում ադրբեջանական լոբիստական շրջանակներին հաջողվի Դոնալդ Թրամփի ներշնչել, որ Մեղրի Օրդուբադ հանքային շերտի շահագործումը որոշակի չափով կբավարարի հազվագյուտ մետաղների նկատմամբ ամերիկյան գործարար շրջանակների հետաքրքրությունը։ Պետք է նկատի ունենալ, որ Դոնալդ Թրամփը նախկինում բավական սերտ կապեր է ունեցել ԱՄՆ-ադրբեջանական շրջանակների հետ եւ Բաքվում կառուցապատման մի քանի նախագիծ է իրականացրել։ Ադրբեջանցի կամ ծագումով Ադրբեջանից մի քանի միլիարդատեր գործարարներ կապված են Ռուսաստանի իշխանությունների եւ հատուկ ծառայությունների հետ։ Ըստ երևույթին Իլհամ Ալիևը փորձում է Դոնալդ Թրամփին բիզնես ծրագիր առաջարկել։ Նա կարող է ֆինանսավորել Նախիջևանում հազվագյուտ մետաղների արդյունահանումը եւ վերամշակող արտադրական ենթակառուցվածքների ստեղծումը, եթե ԱՄՆ նախագահն այդ նախագիծը դիտարկի Մեղրի Օրդուբադ հանքային շերտի կտրվածքով։ Եթե գաղափարը ձևակերպվի եւ քննարկման թեմա դառնա, ապա բնականաբար շոշափելու է նաեւ կոմունիկացիաների հարցը։ ԱՄՆ հովանու ներքո, բայց ադրբեջանական ներդրումների հաշվին Մեղրի Օրդուբադ հանքային շերտի շահագործումը ենթադրում է այնպիսի կարգավորումներ, որ պետք է ապահովեն համատեղ տնտեսական գործունեության եւ արտադրանքի իրացման պարզեցված եւ արտոնյալ պայմաններ։ Նման առաջարկություն Վաշինգտոնին արվել է, հարցը փորձագիտական քննություն անցել է, թե պաշտոնական Բաքուն ուղղորդող տեղեկատվական արտահոսք է թույլ տալիս, բարդ է կռահել։ Պարզ է, որ Իգդիր Նախիջևան գազամուղը ոչ թե սոցիալական, այլ տնտեսական խնդիր լուծելու համար է կառուցվել։ Ակնհայտ է նաեւ, որ Ալիևի հնարած արևելյան եւ արևմտյան Զանգեզուր հասկացությունները միայն քննարական կամ ազգային նոստալգիկ չեն։ Ադրբեջանը Հայաստանի ընդերքի հարստությունների վրա աչք ունի։ Մեղրի Օրդուբադ հանքային շերտի ընդգծումը հեռագնա նպատակի մասնագիտական բնորոշում է։ Դոնալդ Թրամփը կգայթակղվի Ալիևի հազվագյուտ մետաղներով։ Նյութի աղբյուր Առաջին AM։ Հաջորդ շաբաթ ԱՄՆ մեկնելու ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը կհանդիպի ամերիկացի պաշտոնյաների հետ։ Նախատեսված է արդյոք հանդիպում Դոնալդ Թրամփի հետ, թե ոչ, հայտնի չէ։ Ռյուտեի այցի մասին լրագրողներին հայտնել է Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա հայտնած առավել ուշագրավ տեղեկությունն այն է, որ Ռյուտեն Սաուդյան Արաբիայում կմասնակցի նաև Ուկրաինայի եւ ԱՄՆ պատվիրակությունների բանակցությանը, որը գալիք շաբաթ սպասվում է
Սաուդյան Արաբիայում։ Ռյուտեն Վաշինգտոն այցի ընթացքում ըստ ամենայնի կփորձի հասկանալ ՆԱՏՕ ապագայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի պատկերացումները։ Օրերս ամերիկյան մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մասնակցության ձևաչափի փոփոխություն, այդ թվում հայտնի 5-րդ կետի կիրառելիության առնչությամբ։ Այն, որ Եվրամիության առաջնորդները բարձրաձայն եւ հստակ սկսել են խոսել եվրոպական անվտանգության համակարգի, եվրոպական պաշտպանական կառույցի ձևավորման անհրաժեշտության մասին, վկայում է, որ ՆԱՏՕ տրանսֆորմացիայի վերաբերյալ սպասումները բավականին իրատեսական են։ Ընդ որում, հատկանշական է, որ ԵՄ անվտանգության համակարգի ստեղծումը նախատեսվում է իրականացնել ՆԱՏՕ հետ համակարգված, օգտագործելով ՆԱՏՕ ռեսուրսները եւ հնարավորությունները, որոնց մի մասն իհարկե ձևավորվում է հենց Եվրամիության միջոցներով։ Սաուդյան Արաբիայում ամերիկա-ուկրաինական բանակցությանը Ռյուտեի մասնակցության հանգամանքը եւս վկայում է, որ ՆԱՏՕ առնչությամբ պատրաստվում են որոշակի վերանայումներ, որոնց տրամաբանությունը հավանաբար կլինի այն, որ դաշինքը Ուկրաինայի հարցում գուցե կստանձնի որոշակի պատասխանատվություն, սակայն առանց ԱՄՆ-ի։ Համենայն դեպս փաստացի ստացվում է, որ Ռյուտեն Սաուդյան Արաբիայում կլինի երրորդ կողմը, այսինքն դե ֆակտո կլինի եռակողմ բանակցություն։ Խոշոր հաշվով Թրամփի վարչակազմը ըստ ամենայնի փորձում է օպտիմալացնել միջազգային անվտանգության համակարգում ԱՄՆ մասնակցությունն ու այն այսպես ասած տարածականից դարձնել թիրախային։ Դա կնշանակի, որ ԱՄՆ-ն փակում է ՆԱՏՕ էջը։ Ակնհայտ է, որ Եվրոպան պատրաստվում է դրան, համարելով, որ միջազգային զարգացումների տրամաբանությունը խիստ հավանական է դարձնում այն, որ Եվրատլանտյան դաշինքը միջազգային նոր հարաբերություններում առնվազն չի պահպանվի իր դասական տեսքով եւ բնույթով։ Նյութի աղբյուր, Առաջին AM։ Հայաստանի ԱԳ նախարարը մարտի 10-ին պաշտոնական այցով մեկնում է Հնդկաստան, որտեղ հանդիպում կունենա իր պաշտոնակցի Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Հայաստանի ԱԳ-ն հայտնում է, որ նրա այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ եւ շփումներ։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ռեգիոնալ նոր ստատուս քվոյի պայմաններում հայ-հնդկական հարաբերությունը ստացավ նկատելի դինամիկա եւ ինտենսիվություն։ 2021 թվականին առաջին անգամ Հայաստան այցելեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։ Հաճախակի դարձան շփումները միջազգային հարթակներում, հատկապես սերտ է պաշտպանական գործակցությունը եւ հնարավոր է արձանագրել անգամ, որ Հնդկաստանը թերևս դարձել է Հայաստանի ռազմատեխնիկական թիվ 1 գործընկերը, եթե գնահատենք հարաբերության ծավալով։ Այդուհանդերձ հայ-հնդկական հարաբերությունն իր ինտենսիվությամբ հանդերձ թերևս ունի բովանդակային հագեցման անհրաժեշտություն։ Հարկ է նկատել, որ երկկողմ հարաբերությունն այսօր առավել լցված է ռազմատեխնիկական բաղադրիչով, ինչն իհարկե Հայաստանի համար կարևոր բաղադրիչ է, սակայն երկկողմ փոխհարաբերության համար ոչ բավարար։ Միջպետական երկկողմ հարաբերությունների թերևս առավել խոսուն ցուցիչն ու գնահատականը դրանց տնտեսական բովանդակությունն է, այդ թվում նաև բիզնես շրջանակների միջև գործակցությունը։ Ըստ այդմ, հայ-հնդկական հարաբերությունը պետք է չափել այդ տեսանկյունից։ Իսկ այդտեղ չափման բովանդակությունը կարծես թե մեծ չէ։ Օրինակ, Հնդկաստանի խոշորագույն կոնցեռնի դուստր ձեռնարկությունը նախորդ տարի մոտ 60 միլիոն դոլարի ներդրում է արել Ադրբեջանի նավթագազային ոլորտում, ձեռք բերելով այնտեղ նորվեգական ընկերության բաժնեմասի որոշակի չափաբաժինը։ Որքան են հնդկական ներդրումները Հայաստանի տնտեսությունում, ինչ խոշոր տնտեսական նախագծեր են քննարկում Հայաստանը եւ Հնդկաստանը, որոնք կենթադրեն տնտեսական այնպիսի կոոպերացիա, որը թե կխորացնի հարաբերությունը, թե այն կդարձնի առավել ամուր եւ կայուն։ Առավել եւս, երբ նկատելի է, թե միջազգային հարաբերությունների ներկայիս շրջադարձային փուլում ինչ նշանակություն են ստանում տնտեսական հարցերը, որոնք դրվում են աշխարհակարգի վերափոխման շուրջ պետությունների բանակցությունների հիմքում։ Նյութի աղբյուր, Առաջին AM։